Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրել առողջ և ստանալ որակյալ բժշկական ծառայություններ։ Բուժաշխատողը և մայրիկը մեկ թիմ է, մեկ բրոնզ։ Օբյեկտիվ և ճիշտ գնահատեք ձեր երեխայի վիճակը և ժամանակին դիմեք մանկաբուժին։ Սիրելի մայրիկներ, երեխաների առողջությունը ձեր ձեռքերում է և երեխաների խնամքը դա մեծ արվեստ է։ Ծնված իսկ առաջին ժամերից խոսեք, սիրեք, գուրգուրեք ձեր երեխային։ Երեխաները հասարակության հիմքն են, մեր լուսավոր ներկաներն ու ապագայի միակ կրողները։ Նրանք են վաղվա նախադրյալն ու բարեկեցության միակ երաշխիքը։ Ով, եթե ոչ նրանք են վերարտադրում ու վերադարձնում այն, ինչ սերմանել ենք և ինչում թերացել ենք։ Թե որքան հաճախ կժպտան մեր փոքրիկները, մեծապես կախված է մեզանից, ուստի նրանց առողջության հիմնաքարը դնենք այսօր, այս պահից սկսած։ Ահազանգ մայրիկներին, վտանգի նշաններ, փոքրիկի առողջությանը սպառնացող որ նշաններն են համարվում առանձնապես վտանգավոր։ 0-ից 5 տարեկան հասակում ամենից հաճախ հանդիպող հիվանդությունները։ Ինչպես կանխարգելել և խուսափել հիվանդություններից, առողջության պահպանման ոսկե կանոնները, խորհրդատվություն մանկաբույժներից։ Այս ամենը փոքրիկի առողջությանը սպառնացող վտանգի նշանների և 0-ից 5 տարեկան հասակում ամենից հաճախ հանդիպող հիվանդությունների մասին պատմող առողջության ibuprofen տեսաֆիլմում։ Փոքրիկի կյանքում վտանգներն անխուսափելի են։ Վտանգավոր իրավիճակները հաճախ քողարկված են, անտեսանելի և տեսանելի են դառնում միայն տեղեկացված լինելու պարագայում։ Առանձնացվում են վտանգի հատուկ նշաններ, որոնք ահազանգում են փոքրիկի առողջությանը սպառնացող վտանգի մասին։ Վտանգի նշանները պայմանավորված չեն այս կամ այն հիվանդությամբ և կարող են ցանկացած հիվանդության բարդանալու դեպքում նրանք ի հայտ գալ։ Որոնք են վտանգի ընդհանուր նշանները և ինչպես են դրանք արտահայտվում։ Առաջինը, եթե երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ծծել։ Այս նշանը գնահատելու համար պետք է հիվանդ երեխային առաջարկել հեղուկ, ջուր, որը նա կխմի։ Եթե երեխան չի կարողանում խմել, չի կարողանում կլմանակտ կատարել, կամ եթե կրծքի հասակի երեխա է, նա չի կարողանում կրծքով կերակրվել և հրաժարվում է կուրծք ծծելուց, ուրեմն երեխայի մոտ կա այս վտանգի նշանը։ Հաջորդ վտանգի նշանը, որը կարող է ի հայտ գալ հիվանդ վաղ տարիքի երեխայի մոտ, դա անզուսպ փսխումներն են։ Անզուսպ փսխումների ժամանակ երեխան յուրաքանչյուր կերակրումից հետո ամբողջ ծավալն է փսխում։ Եթե երեխան փսխում է այս կամ այն սնունդը օգտագործելուց կամ հեղուկ ընդունելուց հետո որոշ մասը, դա չի նշանակում անզուսպ փսխում և չի կարելի գնահատել, որ երեխայի մոտ կա վտանգի նշան։ Վտանգի նշան է նաև երեխայի մոտ, եթե նա ունենում է ցնցումներ։ Ցնցումները պայմանավորված են ձեռքերի, ոտքերի կծկումներով, մկանային խմբերի կծկումների ժամանակ և երեխայի մոտ կարող է նաև մարմինը դողալ։ Եվ վերջին վտանգի նշանը դա արդյոք երեխան գտնվում է լեթարգիկ կամ անգիտակից վիճակում։ Լեթարգիկ երեխան հետևյալ տեսքն է ունենում, նրա աչքերը բացված են լինում, սակայն նա մի կետի է հարում հայացքը և բացարձակապես ոչ մի ռեակցիա չի լինում շրջակա միջավայրին կամ մայրիկին կամ առհասարակ կոնտակտի մեջ չի մտնում այդ երեխան։ Սիրելի մայրիկներ, մի կանխատեսեք ու վարանեք, խուսափեք ենթադրություններից։ Փոխարենը ժամանակին արձանագրեք վտանգը և անհապաղ դիմեք բժշկի։ Առհասարակ աշխարհում երեխաների հիվանդացության և մահացության հիմնական պատճառները մի քանիսն են։ Դրանք սուր շնչառական և փոլուցային հիվանդություններն են, տենդով ուղեկցվող մի շարք հիվանդություններ, կոկորդի ականջի խնդիրները, ինչպես նաև սնուցման խանգարումները։ Նշված հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու պատշաճ բուժօգնությունը հնարավորություն կտա վերահսկել իրավիճակը և կանխել հետագա բարդությունները։ Պարտադիր նախապայման է մինչև 2 ամսական երեխաներին բուժել բուժաշխատողի հսկողության ներքո և ըստ ցուցումների հիվանդանոցային պայմաններում։ 2 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների հիվանդությունների վարումը զուգորդվում է նաև տան պայմաններում։ Ուստի շատ կարևոր է ծնողներին իմանալ տնային պայմաններում հիվանդությունների վարման տարրական կանոնները։
Շնչառական համակարգի հիվանդությունները համարվում են առավել հաճախ հանդիպող հիվանդություններից վախտալիքի երեխաների մոտ եւ կարող են արտահայտվել հետեւյալ նշաններով։ Կարող է երեխան ունենալ հազ, հարբուխ, ջերմության բարձրացում, դժվարաշնչություն։ Շնչառական համակարգի հիվանդությունների պատճառ են հանդիսանում վիրուսներն ու մանրէները, իսկ նպաստող հիմնական պայմաններն են ցուրտն ու փոփոխական եղանակը։ Չմոռանանք, որ փոքրիկի շնչառական համակարգը շատ խոցելի է եւ շնչին ազդակն անգամ կարող է մարտահրավեր լինել։ Եթե երեխային անհանգստացնում է հազը կամ դժվարացած շնչառությունը, նրա մոտ կարող է լինել թոքաբորբ։ Բուժաշխատողը կարող է հայտնաբերել թոքաբորբը երկու շատ էֆեկտիվ կլինիկական ախտանշաններով։ Առաջինը դա հաճախացած շնչառությունն է, երկրորդը դա կրծքավանդակի ներքաշումն է։ Իսկ ինչպես կռահել արագացած շնչառության մասին։ Արագացած շնչառության ստորին սահմանը կախված է երեխայի տարիքից։ 2 ամսականից մինչև 12 ամսական երեխաների մոտ շնչառության նորմալ հաճախականությունն ավելի բարձր է, քան 12 ամսականից մինչև 5 տարեկանների մոտ։ Այսպես, եթե երեխան 2 ամսականից մինչև 12 ամսական հասակում է, ապա 50 եւ ավելի շնչառական ակտը 1 րոպեում վկայում է արագացած շնչառության մասին։ Եթե խոսքը 12 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մասին է, ապա ահազանգ է 40 եւ ավելի շնչառական ակտը 1 րոպեում։ Իդեպ այս իրողությունն արտահայտվում է նաև հեվոցներով, որը ևս կարող է հուշարար լինել։ Իսկ ինչ է կրծքավանդակի ներքաշումը։ Դա կրծքավանդակի ստորին մասի ներքաշումն է։ Նորմալ վիճակում, երբ որ նորմալ շնչում է երեխան, նրա կրծքավանդակը եւ որովայինը լայնանում են ներշնչման ակտի ժամանակ։ Իսկ թոքաբորբի ժամանակ ընդհակառակը կրծքավանդակը ներ է քաշվում։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ գոտկատեղի շրջանում ծալված դիրքում կրծքավանդակի ստորին պատի շարժումը կարող է աննկատ լինել։ Փորձեք երեխային պառկեցնել հորիզոնական դիրքով։ Այս դիրքում ակնհայտ է կրծքավանդակի ներքաշման առկայությունն ու բացակայությունը։ Կրծքավանդակի ներքաշումը պետք է արտահայտվի պարզորոշ եւ մշտապես։ Հակառակ դեպքում, օրինակ լացի կամ կերակրման ընթացքում ներքաշումները դեռ ոչինչ չեն ահազանգում։ Հազի եւ դժվարացած շնչառության դեպքում սպառնացող հաջորդ վտանգը ստրիդորն է։ Ստրիդերը դա աղմկոտ շնչառությունն է, որը որ լսվում է երեխայի ներշնչման փուլում։ Ստրիդերի պատճառը մակկոկորտի, շնչափողի, ըմպանի այտուցն է։ Ստրիդորի զննման եւ ախտորոշման համար ուշադիր հետևեք երեխային ներշնչման փուլում։ Ձեր ականջը մոտեցրեք երեխայի բերանին։ Հնարավոր է, որ լսեք թաց խրպոտություն, որը հաճախ հետևանք է խցանված քթի։ Մաքրեք փոքրիկի կիթը եւ նորից լսեք։ Հաջորդը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա ասթմոիդ շնչառությունն է։ Ասթմոիդ շնչառությունը ավելի մեղմ, ավելի երաշտական, այսպես սուլոց է արտաշնչման փուլում եւ արտաշնչման ժամանակ նեղանում են բրոնքները, դրա համար արտաշնչումը դժվարանում է եւ երկարում։ Սիրելի ծնողներ, խուսափեք ինքնաբուժումից։ Միշտ ապեք փոքրիկին տալ հակաբիոտիկներ եւ խորխաբերներ առանց բժշկի ցուցման։ Փորլուծության մասին ենք խոսում այն դեպքում, երբ որ երեխայի մոտ օրվա ընթացքում 24 ժամվա ընթացքում լինում է 4 անգամ եւ ավելի ջերիկ կղանք։ Նկատենք, որ հաճախակի նորմալ կղանքը չի համարվում փորլուծություն։ Կղանքի հաճախականությունը կարող է պայմանավորված լինել կերակրման առանձնահատկություններով։ Բացառապես մայրական կաթով կերակրվող երեխաների մոտ կղանքը սովորաբար փափուկ է եւ հաճախակի, սակայն սա դեռ փորլուծություն չէ։ Փորլուծության հիվանդ երեխայի գնահատումը կատարվում է ըստ հիվանդության տեղողության, կա արդյոք կղանքի մեջ արյան հետքեր եւ ջրազրկման աստիճանի։ Այս իսկ պատճառով մայրիկին պետք է տալ եւ շատ հստակ պարզաբանել հետեւյալ հարցերը. որքան ժամանակ է տևում երեխայի մոտ փորլուծությունը եւ կա արդյոք երեխայի կղանքում արյուն։ Չմոռանանք նաև, որ փորլուծությունը օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է միայն առաջին օրերին, սակայն տևական փորլուծությունը կարող է առաջ բերել ծանր հետևանք՝ ջրազրկում։ Ջրազրկման նշանները։ Երեխան կարող է լինել անհանգիստ, հիվանդագին գրգռված, ինչպես մայրիկներն են ասում, այնքան անհանգիստ է, որ նույնիսկ իրեն տեղը չի գտնում։ Երեխան կարող է լինել լեթարգիկ,
անգիտակից վիճակում, երեխայի աչքերը փոս են ընկնում, երեխայի մոտ կարող է առաջանալ արտահայտված ծարավի զգացում, բացի դրանից ջրազրկման ժամանակ երեխայի մաշկի ծալքը, որը իրենից ներկայացնում է մաշկային ծալքի ռեակցիան փուրիկի վրա, կարող է հարթվել դանդաղ եւ կարող է հարթվել շատ դանդաղ։ Իդեպ այս փորձարկումը խոսուն ցուցիչ է եւ հնարավոր է իրականացնել նաեւ տան պայմաններում։ Մայրիկը կարող է պառկեցնել երեխային մեջքի վրա, ձեռքերը ձգված մարմնի երկայնքով, իսկ ոտքերն ուղիղ։ Երեխայի փորիկի վրա ընտրեք պորտի հատվածը։ Մաշկի ծալքի ռեակցիան ստուգելու համար ծալքը բռնեք բթամատով եւ ցուցամատով։ Ձեր ձեռքն այնպիսի դիրքում պահեք, որպեսզի մաշկի ծալքը երեխայի մարմնի նկատմամբ զուգահեռ դիրքում լինի։ Պահեք այդպես 1 վայրկյան եւ բաց թողեք։ Ծանր ջրազրկման ժամանակ մաշկի ծալքը հարթվում է շատ դանդաղ։ Այսպիսի երեխային անհապաղ պետք է ուղեկրել հիվանդանոց։ Ցավով արձանագրենք, որ փոլուծության ժամանակ մահվան դեպքերը գրանցվում են ոչ թե բուն, այլ ջրազրկման հետևանքով։ Շատ կարևոր է իմանալ նաև հեմոգլուտի մասին։ Սա այն դեպքն է, երբ երեխայի կղանքի մեջ ի հայտ են գալիս արյան հետքեր, լորձի հետ միասին կամ առանց լորձի։ Որոնք են այդ 4 ոսկյա կանոնները, որը անհրաժեշտ է իմանալ ամեն մի մայր։ Տալ լրացուցիչ հեղուկներ երեխային այնքան, ինչքան երեխան կխմի։ Երեխային պետք է տալ սովորական մաքուր ջուր եւ իհարկե չմոռանալ բոլորիս հայտնի ռեգիդրոնը, որը իրենից ներկայացնում է օրալ ռեգիդրատացիոն աղերի լուծույթ։ Օրալ ռեհիդրատացիոն աղերի լուծույթի 1 չափաբաժինը հարկ է լուծել 1 լիտր եռացրած սառեցրած ջրի մեջ եւ խմեցնել երեխային ըստ պահանջվող չափականակի։ Մինչև 2 տարեկան երեխաներին լուծույթը տրվում է 50-ից 100, 2-ից 5 տարեկան երեխաներին 100-ից 200 մլ չափականակով։ Յուրաքանչյուր ջրի կղանքից հետո կում կամ գդալով։ Իդեպ օրալ ռեհիդրատացիոն աղերի լուծույթի 1 չափաբաժինը կարելի է օգտագործել 24 ժամվա ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում հարկ է պատրաստել նորը։ Երկրորդը ոսկե կանոնը դա տալ ցինկի պրեպարատներ։ Դիարեայի ընթացքում եւ հետո 10-ից 14 օրվա ընթացքում պարտադիր տրվում է ցինկի պրեպարատները, ինչպես պետք է տալ, դա արդեն կասի ձեր բուժող բժիշկը։ Մյուսը շարունակել կերակրել երեխային։ Եվ 4-րդը իմանալ, երբ պետք է անդրադառնալ կրկին բուժաշխատողին։ Այս կանոնը մի փոքր պարզաբանում է պահանջում, որովհետև եթե երեխայի մոտ արդեն տանը ի հայտ գա արյան հետքեր կղանքում եւ երեխան վատ խմի, այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ վերադառնալ բուժաշխատողին։ Հիշենք, որ գրամ առ գրամ, գթալ առ գթալ կուտակած փոքրիկի պաշարները կարող են կայծակնապես հեռանալ, ուստի կանխենք այդ կորուստը ժամանակին։ Տենդը կամ ջերմության բարձրացումը տարբեր հիվանդությունների ժամանակ հանդիպող ախտանշաններից մեկն է։ Ինչ է տենդը։ Տենդը մարմնի ջերմության բարձրացումն է 37.5 աստիճան Ցելսիուսից։ Այս իրողության մասին փաստում ենք, եթե երեխայի ջերմությունը ցուցում կամ գերազանցում է այս սանդղակը։ Տենդը ուղեկցում է այնպիսի ծանր ինֆեկցիոն եւ բորբոքային հիվանդությունների, ինչպիսիք են մենինգիտը, որովայնային ծիֆը, մանկական ինֆեկցիաներից կարմրուկը, թոքաբորբը մեզ հայտնի բարդություններով ընթացող, սակայն տենդով կարող են ուղեկցվել նաեւ սովորական հազը, մրսածությունը, վիրուսային ինֆեկցիաները։ Առաջին 1-2 օրերին տենդն օգնում է երեխային առավել ակտիվ պայքարել հիվանդության դեմ։ Սակայն 5 օր եւ ավելի ընթացող տենդն արդեն իսկ ահազանգ է։ Մեր մոտեցումները հետևյալն են, որ 38.5 աստիճանից է անհրաժեշտ զբաղվել տենդի իջեցումով։ 38.5 աստիճանից բարձր տենդի դեպքում ջերմիջեցնող առավել անվտանգ դեղամիջոցը պարացետամոլն է։ Իսկ ինչ գիտենք պարացետամոլի մասին։ Ուղղակի ուզում եմ նշեմ, որ պետք է ստույգ հետևել նրա դոզավորմանը եւ ուրեմն օգտագործման հաճախականությանը, որովհետեւ պարացետամոլը ունի մի շատ վատ հատկություն, նա կարող է գերդեզավորման ժամանակ տոքսիկ ազդեցություն թողնել լյարդի վրա։ Տարատեսակ միջոցներ, հազար ու մի հնարք ու ջերմությունն իջեցնելու անդուլ ջանքեր։ Հաճախ այս ամենը ոչ թե նպաստում, այլ խանգարում են ջերմության իջեցմանը։ Տենդի դեմ պայքարի միջոցները հստակ են։
Առաջի հերթին դա հեղուկներն են։ Հեղուկ, այսինքն դա ջուրն է։ Առանձնահատուկ կուզեի շեշտեի իհարկե կրծքով սնվող երեխաներին, մինչև 1 տարեկան երեխաներին, որոնք դեռ կուրծք են ուտում, այդ ընթացքում լիարժեք փոխարինում է կրծքի կաթը իր պարունակությամբ ջրի, որը ոչ միայն ծավալով է ապահովում անհրաժեշտ քանակը, այլ նաև իր որակով։ Շատերին թվում է, թե եթե երեխան ջերմում է, նա մրսում է։ Դա սխալ է։ Եվ սկսում են երեխային ինչ-որ ավելի տաքակցնել եւ այլն։ Գոհ ջրով նույնպես ընդունված է շփումներ կատարել այն հատվածներում, որտեղ կան խոշոր անոթներ եւ ավելի կավելացնել ջերմատվությունը։ Երբեք չի կարելի զբաղվել ինքնաբուժման, իսկ ջերմության իջեցումը ակաբիոտիկներով դա հենց ինքնաբուժում է։ Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում տենդով ուղեկցվող հիվանդությունների շարքում առավել գերակշռող են կոկորդի եւ ականջի հիվանդությունները։ Իսկ ինչպես կռահել ականջացավի մասը։ Երեխան տարբեր ձևով կարող է ցույց տալ այդ ցավի արկայությունը։ Փոքր երեխաները սովորաբար շատ անհանգիստ են, գլուխն են տանում, բերում, ձեռքն են տանում ականջին, ավելի մեծ երեխաները դա նշում են, գլուխը թեքում են, ձեռքը տանելով ականջին։ Թարախային արտադրություն ականջից եւ ականջի հետևում գոյացած ցավոտ ուռածություն։ Ժամանակն է անհետաձգելի բուժօգնության։ Պետք է հիշել, որ վիրուսային տարբերշնչական վարակները կարող են բարդանալ։ Եթե նա ժամանակին չի բուժվում, քրոնիկ ընթացք է ստանում, նա կարող է բերել արդեն խլության, դա լուրջ բարդություն է համարվում։ Երբեք չի կարելի ինչ-որ հեղուկներ կաթեցնել, ինչ-որ ինքնաբուժման զբաղվել ականջացավի դեպքում։ Դա հղի է, ինչպես ես արդեն թվարկեցի, բավականին լուրջ բարդություն է, մանավանդ եթե կա թարախային օտիտ։ Հավելենք, որ ականջի ախտահարումը մանկական մահացության հազվադեպ պատճառ է, սակայն զարգացող երկրներում մանկական խլության դեպքերի հիմնական պատճառը ականջաբորբն է։ Կոկորդացավ տենդով նշագեղձերին սպիտակ փառ եւ մեծացած ավշագեղձեր, ծանոթ դրվագ մայրիկների կյանքում։ Ինչ է անգինը։ Իհարկե դա մյուս կարևոր բակտերիալ ինֆեկցիան է, որը ուղեկցվում է տենդով, բարձր ջերմությամբ։ Այդ վիճակները սովորաբար չեն ունենում լրացուցիչ, այսպես ասած, շնչական ինֆեկցիաների նշանները։ Այսինքն չկա հազ, չկա քթից արտադրություն։ Իսկ ինչ վերաբերվում է արդեն թարախային կամ ստեպտակոկային անգինաներին, իհարկե դրանց հանդեպ պետք է լինել շատ ավելի պատասխանատու եւ ուշադիր, ինչու, որովհետեւ չբուժված դեպքերում դրանք գալիս են բավականին լուրջ բարդություններ։ Կրկնվող անգինաները հետագայում հղի է բարդանալու այնպիսի ծանր հիվանդություններով, ինչպիսիք են սրտի ախտահարումը, երիկամների ախտահարումը, ռևմատիզմի ժամանակ էնդոկարդիտը եւ այլն։ Եթե կա այդ դրվագը կոկորդացավը փառով, անպայման պետք է խորհրդատվությունը կատարվի մանկաբույժի հետ։ Երբեք չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ, հեռացնել թարախային այդ փառերը, որովհետև դուք այդ հատվածը չափազանց առատ անօթավորվում է, երեխան բարձր ջերմում է։ Այս պայմաններում դուք կարող եք վնասել ձեր երեխային եւ ձեր գործողությունները կարող են դառնալ պատճառ ծանր բարդությունների, ինչպիսին է օրինակ իհարկե սեպսիսի զարգացումը, ուստի